Բարև բոլորիդ, այսօր վլոգը սկսում ենք ուրբաթ օրվանից, մյուս ուրբաթ։ Ու այս վլոգում ես ուզում եմ սարքեմ տիրամիսու ու ձեր հետ կիսվեմ իմ բաղադրատոմսով, բայց այս անգամ ուզում եմ նորություն ինչ-որ մի բան անեմ, իմ համար էլ է փորձություն լինելու, չգիտեմ ինչքանով լավ կստացվի, բայց կփորձեմ ձեր հետ էլ կկիսվեմ, արդյոք լավ էր թե ոչ։ Ուզում ցույց տամ ինչի մեջ եմ անելու, ես անելու եմ սենց ամանների մեջ, որը ինձ թվում ավելի հարմար է։ Մի հատ այս փոքրիկի մեջ էլ անելու եմ այդ իմ ասած նորությունը, որ ուզում եմ փորձեմ, սրա մեջ կանեմ, տեսնենք ոնց է ստացվում, բայց երկու հատ սենց է լինելու ու մի հատ այս փոքր է։ Այս հիմա հերիք կլինի։ Ուրեմն ես երբ որ անում եմ տիրամիսուի մեջ, թե ինչպես շաքարը հասկանաք ինչ քաղցության եք ուզում, ես սենց եմ անում, ասենք սա 250 գրամ է ինքը, ես այս մի հատ 250 գրամին անում եմ մի հատ ձու ու մի քթալ ճաշի քթալ պեսոկ, որպեսզի չլինի քաղցր շատ ու չլինի անհամ, սենց ասած։ Ինքը իմ համար ես նախընտրում եմ մի քթալ պեսոկով, այսինքն այս մի հատ 250-ին մի քթալ պեսոկ։ Սրան լինելու է 4 քթալ պեսոկ, 4 հատ ձու ու ձվի սպիտակուցն է լինելու։ Ինչ եմ անում։ Ձուն դեղնուսներն առանձնացնում եմ սպիտակուցից։ Առաջինը լավ հարում եմ դեղնուսները պեսոկի հետ։ Հետո կամած ավելացնում եմ մասկարպոնին, հատ, մի հատն ավելացնում եմ, խառնում եմ, մի հատն ավելացնում եմ, խառնում եմ, իսկ հետո սպիտակուցը արդեն լավ հարում ենք, լավ պինդ է լինում, սպիտակուցը քիչ-քիչ ավելացնում ենք մասկարպոնի վրա, այդ մասսայի վրա արդեն, ու նայում ենք, բոլորը չենք ավելացնում, որովհետև կարող է այնտեղ, ասենք, նայած ինչ պնդության եք ուզում, բայց ես սիրում եմ, որ ինքը մի քիչ պինդ է լինում, հետո դե ասենք դնում ենք խալադյենիկում սառում է, ավելի լավ է լինում։ Ես նախընտրում եմ, որ լինի պինդ ինքը մի քիչ, դրա համար սպիտակուցը միշտ չի, որ բոլորը լցնում եմ։ Հետո կախված է ձեր մասկարպոնից, եթե մասկարպոնին շատ պինդ է, պետք է գալի սպիտակուցը, իսկ եթե ինքը թույլ է, համեմատած, շատ պետք չի գալի սպիտակուցը։ Ինձ թվում է կարևոր բաներն ասեցի արդեն ինչ էր պետք, մնացածը արդեն տեսանյութի մեջ ինչ որ լցնում եմ, կասեմ արդեն որը ինչ եմ անում։ Մեզ պետք է գալու այս տիրամիսուի փայտիկները, այստեղ ասում ենք lady fingers, իրանք ասում են sponge fingers, իտալացի։ Մեզ պետք է գա մասկարպոնի, ես մի կիլո եմ առել, ինձ թվում է հերիք կլինի։ Այս փայտիկները արդեն իրանց մի հատ առաջի այս շերտը ունեն քաղցր շաքարավազ, ես կասեի ինքը վրան պատածա շաքարավազով, արդեն ինքը քաղցր է, դրա համար մեզ ավելնորդ քաղցություն պետք չի, ավելնորդ շաքար պետք չի օգտագործենք։ Գնացինք։ Ուրեմն ինչ եմ անում, ստեղ արդեն ունեմ ես իմ լուծվող սուրճը, լցրել եմ մի բաժակի մեջ, լուծվող սուրճը սարքում ենք։ Սուրճը պատրաստ է, լցնում ենք ստեղ ու թողնում ենք, որ ինքը սառի։ Առաջինը սուրճն ենք սարքում, բայց մի հատ էլ մի բան ասեմ, այստեղ սուրճի համը շատ մեծ դեր ունի։ Ընտրեք համը լավ սուրճ լինի, որ ձեր տիրամիսուն էլ արդեն փայտիկները քաշելու է այդ համը, որ լավ լինի։ Ուրեմն հիմա ասում ենք ձուն առանձնացնելուն, ունեմ սա հարիչինն է, որ պետք է հարենք, սա էլ սպիտակուցի համար։ Հիմա սկսում ենք մենք առանձնացնել ձուն առաջինը։ Ուրեմն ինչ ունենք այստեղ, սա սպիտակուցն է, սա 4 հատ ձվի դեղնուսն է։ Առաջինը սպիտակուցը հարում ենք։ Սպիտակուցը հարելուց հետո լցնում ենք այս ամանի մեջ ու դնում ենք խալադյենիկը, որ ինքը մնա սառը։ Հետո սրա մեջ արդեն դեղնուսներն ենք պեսոկի հետ հարելու։ Մի հատ տեսեք ինչ լավ սպիտակուց ենք հիմա ստեղ ստացել։ Հիմա սա դատարկում եմ ստեղ ու դեղնուց անեմ։ Ուրեմն սպիտակուցը դատարկեցի, պարտադիր չի սամանել լևանակ, մաքրեք նոր դնեք, սենց էլ կարա լինի։ 4 հատ դեղնուցն եմ լցնում ու հարում եմ, ստեղ ունեմ արդեն պատրաստի պեսոկը 4 քթալ, կամած ավելացնում ենք վրան ու հարում ենք այնքան, մինչև որ ինքը լավ սպիտակում է։ Մի հատ ստեղ նայեք հլես, ամենակ դեղնուցն է, ինչ ձև է ինքը հարվել, որ այսինքն սպիտակ, այսինքն սրա մասին էի ասում, որ ինքը լավ սպիտակ լինի, ու հիմա սա մենակ պեսոկն ու դեղնուցն է 4 հատ, սրա վրա ավելացնում ենք քիչ-քիչ մասկարպոնին։ Ստեղ ունենք հիմա այս կրեմը, սենց խտության, պատրաստ է, մնաց հավաքենք իրար տիրամիսուն։ Ստեղ ունենք մեր սուրճը, մեր ամանը, մեր կրեմը, մեզ ուրիշ ոչ մի բան պետք չի։ Ուրեմն ես ինչ եմ անում, ոչ թե մտցնում եմ մեջը, ինքը մի հատ այս կողմով եմ սենց անում, մի հատ այս կողմով եմ անում ու այս ուղղությամբ
Դնում ենք մեջը։ Ու սենց շարունակ։ Քանի որ ինքը փափկում է ընթացքում, փորձում ենք ավելի լավ ձիգ որ տեղավորվի։ Մի քիչ իրան սենց սխմում ենք, որ լավ տեղավորվի տեղը։ Պետք չի վրազել, ասենք այդ պահին իրան սխմել, որ տեղավորվի, որովհետև կամաց-կամաց դա կլինի արդեն։ Հիմա դնում ենք կրեմը։ Կանենք 2 շերտ։ Սենց տարածում ենք սա հավասարաչափ։ Ու հետո դնում ենք հաջորդ շերտը։ Նորից նույն ձևով։ Հիմա անում ենք երկրորդ շերտը կրեմն ենք անում։ Սա մեր վերջին շերտն է, ինչքան հնարավոր է լինում, ինքը գլատկի ենք անում, փորձենք հավասարաչափ անենք։ Կակաո եմ լցնում վրան, սուրճ չեմ լցնում, մի քիչ դառն է ստացվում դրա համար, բայց սենց ավելի լավ է համը լինում, քան ասենք սուրճով։ Այս սենց, հիմա վրան մնաց սրա ուղղակի լցնենք կակաո ու վերջ, սա պատրաստ է։ Ստեղ ունեմ սենց փոքրիկ տարա, որը սա իմ համար է, ծիծաղալու է, բայց սա իմ համար է։ Սրա մեջ անում եմ նորությունը, որ ուզում եմ փորձեմ, ինչ եմ անում, նորից նույն ձևով անում եմ սրանք, փայտիկները։ Քանի որ ինքը տեղը փոքր է, ես սենց կկիսեմ, որ տեղավորվի։ Սրա վրա լցնում ենք կրեմը։ Ու հիմա նորությունն եմ ասում, մի շերտ բանան եմ դնում սրա վրա ես հիմա։ Ստեղ ունեմ կտրտած բանանը, հիմա այս բանանը շարում եմ վրան։ Ինչքան շատ, այնքան լավ։ Լավ, դրեցինք բանանը վրան։ Հիմա սրա վրա նորից անում ենք մեր փայտիկները։ Սա էլ է սենց։ Նորից վրան լցնում ենք կրեմը։ Ովքեր սպորտով են զբաղվում ու պրոտեին են ուզում օգտագործեն, ասենք սենց քաղցրավենիքների հետ։ Ես սրա վրա անելու եմ պրոտեինի powder, փոշի, կակաոյի փոխարեն։ Դա է լինելու։ Սա նորություն է։ Ուրեմն այստեղ ունենք 3 հատ։ Սա 1, 2 եւ 3։ 3 հատ սենց տիրամիսուներ, որ այս երկուսը կակաո վրան, իսկ այս մեկը արդեն իմ համար պրոտեին powder-ն վրան։ Ինքը փոճուրիկ հարմար, որ սենց հենց դրա մեջ ծուտես, սա սենց, հիմա գնաց խալատյենիկում մնա, մինչև առավոտ արդեն հաջորդ օրը նոր կուտենք, որտև ստեղ արդեն ուշ է, հիմա արդեն ժամը 5:30 է, այդ ժամին չարժի ուտել նմանատիպ բան, չենք էլ կարա ուտենք, ինքը պետք է մնա խալատյենիկում գոնե 6 ժամ, նոր արդեն պատրաստ կլինի։ Ժողովուրդ ջան, բարի լույս ձեզ, այսօր մեր մոտ շաբաթ է, ես պատրաստվում եմ գնամ աշխատանքի, սա էլ 3 հատ տիրամիսուն է, որ պատրաստել էի, մի հատ տեսեք ինչ լավ տեսք ունի ինքը արդեն, մի հատ հեսա փորձում եմ ու ասեմ, ինքը այս նորությունն է էլի սա, թե ոնց է ստացվել։ Չեք պատկերացնի, սրա համը ինչ անմա հականա, մի հատ ուղղակի փորձել է պետք էլի, ինքը մեջը բանանն է, այս մի շերտը բանանն է, ուստեղ արդեն պրոտեինի powder-ն է վրան,
Մեծ հիասքանչ համ ունի, չեմ կարող նկարագրեմ այդ համը։ Ընտիրություն ուղղակի։ Մեջն էլ նայեք, այդ փայտիկները ինչ լավ է ստացվել, ինքը ոչ թացա, ոչ շատ չոր է, համահունչ։ Դե ինչ վայելեմ ու գնամ աշխատանքի։ Լավ մնացեք։ Սա էլ այն մեկն է, մի հատ տեսեք հենց ինչ ձևի մեջ է։ Ու ստեղ նայեք էլի մի հատ ինչ հրաշքա ինքը ուղղակի ստացվել։ Անմահական համ ունի, լուրջ եմ ասում։ Կրկին անգամ երկուշաբթի մեզ մոտ գնում ենք դպրոց, արև, լավ եղանակ անորից։ Այլ արա։ Գնանք դպրոց, քայլելով եմ գնում, հետո մի քիչ ես կքայլեմ նորից։ Բայց մամա, հենց որ ես հարց ունեմ, կարան գնանք քայլել, դու ասում ես հա, բայց հետո չեն գնում։ Այդ երբ։ Այսօր չեն կարող գնանք քայլելու։ Հա, որ լավ տակ լինի կգնանք Հա, ուզում քայլելու։ եմ գնանք քայլելու են փարքը։ Աչս ռես գնանք փարք։ Այն մեջ ինչքան ուզեն խաղանք։ Հետո ես պետքա գնամ արուն տամ, հերթական ստուգումներ, որը պետք է արվի։ Ինչ բխի պիտի անես։ Կապի մեջ կլինենք։ Մամա, Ես եկա արուն տալու։ Ոնց որ ստեղ հերթա։ Ես սպասում եմ իմ հերթը գա։ Մի քիչ ուշացա, որովհետև հերթ է շատ այստեղ։ Հա, կանչում են ինձ։ Ես տվեցի իմ արունը ու հիմա գնում եմ արդեն տուն։ Բարի լույս, մեզ մոտ այսօր 5-շաբթի օրը, առավոտ, 6:30, հա, ու ես հելել եմ այսօր ուզում եմ, հե Լարա, մի վարքան Լարա, այսօր առավոտ ուզում եմ փանքեյքներ սարքեմ, սուրճիս հետ խմելու, ստեղ ունեմ 30 գրամ բարսակի փաթիլներ, հեն, հա, Հա, օքեյ։ Ստեղ ունենք 30 գրամ, չկներեք, 40 գրամ վարսակի փաթիլներ, 2 հատ ձու, մի քթալ մածուն ու ես ավելացնում եմ, ովքեր որ ուզում են պրոտեին, ավելացնում եմ շոկոլադից պրոտեին, powder, sense. Այս ամեն ինչը լավ բլենդ ենք անում, սա։ Ուրեմն ինչ եմ արել, այստեղ մի փոքր ձեթ եմ արել տակը առաջին անգամ անելու համար, ու սա լցնում ենք փոքր մեզ սարքում ենք փանքեյքներ։ Այս սենց ենք անում, մի հատ սա եմ ուզում ցույց տամ, հետո ես արդեն թողնում ենք ինքը էփի, ինքը բացարձակ չի կպել տակը, բայց հիմա նա տեսեք ինչ հիանալի տեսք ինքը արդեն ունի, այս կողմից էլ եփվի, արդեն պատրաստ կլինի, նա տեսեք արդեն ինքը ինչ լավ է ստացվել, որ երկու կողմն էլ ազատ դրեք ձեր նախընտրած ափսեի մեջ, միած ես ցույց տամ էլի, ինչ լավ է ստացվել, մնացածն էլ անեմ միանամ, մինչև սրանք թխվում են, մենք չենք մոռանում պատրաստել մեր սուրճը, ստեղ տեսնում եք ինչ լավ է ստացվել արդեն փանքեյքներս, բայց ես սրանք անուշ եմ անելու, ստեղ ունեմ հապալաս, հապալասի վրա ավելացնելու ենք մածուն, կխառնենք ու կվայելենք մեր փանքեյքների հետ առավոտյան բրեքֆասթը մեր։ Սա իմ սուրճն է, սա իմ փանքեյքներն է, սա էլ
Ինչպես արդեն ասեցի, հապալաս ու մածուն, ցանկացած մածուն կարող անեք ձեր նախընտրած։ Ես ավելի նախընտրում եմ բարձր պրոտեինով, հարուստ մածուն, բայց կարող եք անել ցանկացած մածուն։ Հիմա ես վայելում եմ իմ առավոտը, breakfast-ս, մինչ նոր հանդիպում։ Այս տեսարանով էլ ուզում եմ ավարտեմ մեր այս շաբաթվա վլոգը։ Չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին ավելին տեսնելու համար։ Մինչ նոր հանդիպում։